Արդարություն են պահանջում Վրաստանի դեսպանատան մոտ հավաքված ոգելից խմիչք արտադրողները։ Գեզի անցակետում արդեն 40 օր է կանգնած են ոգելից խմիչքով բեռնված մեքենաները։ Հայաստանում Վրաստանի դեսպանատունն արտադրողներին առաջարկել է անձամբ Վրաստան գնալ ու դատարանի միջոցով լուծել հարցը։ Վրաստանի դեսպանատունը Հայաստանում ոչ մի հարց չի կարա լուծի եւ իր առաջարկը, որ մենք գնանք դատարանում Վրաստանում մեր հարցերը լուծենք։ Դեռ մեկ շաբաթ առաջ էին նույն պահանջով Վրաստանի դեսպանատան մոտ հավաքվել ոգելից խմիչք արտադրողները։ Դեսպանատունը խոստացել էր 2 օրվա ընթացքում պարզել, թե ինչ իրավունքով է տարանցիկ երկիրը լաբորատոր փորձաքննության ուղարկում հայկական արտադրանքը։ 2 օր հետո նամակ են ստացել գործարարները, ամեն ինչ օրենքով է արվում։ 2 օր սպասեցինք, ճիշտ է, պատասխանը եկավ, բայց ոչ բավարար։ Իրանք ժամկետներ չեն սահմանել, այդ օրենքի մեջ քանի օր է տևում, քանի շաբաթ։ Այդպես կարող է 6 ամիս, մի տարի պահեն բեռնատարները։ Իսկ պահելու ընթացքում տուժելու է կամպանիան, տուժելու են աշխատողները, կրճատումներ լինելու։ Բողոքավորները պնդում են, որ 40 օր հարևան Վրաստանում անցկացված մանրակրկիտ ստուգումները որևէ խնդիր չեն հայտնաբերել հայկական արտադրանքում։ Ուրեմն ինչու չեն թողնում արտադրանքը Ռուսաստան հասցնեն վարորդները։ Ոգելից խմիչք արտադրողները չեն հասկանում։ Բոլորը, թեկուզ մեր հայ սպառողը միշտ ասում է Պրոշյանի կոնյակի գործարան ու մեր արտադրանքը չես համեմատի ոչ մի արտադրանքի հետ։ Մենք էլի փառք պետք է տանք Աստծուն, որ մեր Պրոշյանի ղեկավարները այդ մասնաճյուղերը բացել են, մենք աշխատում ենք։ Մենք 36000 թոշակ եմ առնում, աղջիկ ջան։ Եդ 36000-ով ինչ պիտի ապրես դու, եթե չաշխատենք։ Տնտեսական տերոր են անվանում ակցիայի մասնակիցները իրենց բեռների ճանապարհը փակելը, մինչդեռ Վրաստանի ֆինանսների նախարարությունը պարզաբանել էր, թե ստուգումները պարզապես մաքսային գործընթացների թվում են, որևէ դիտավորություն չկա։ Այլ խոսք էլ կա, որ Ադրբեջանի համար են տեղ բացում, որպեսզի Ադրբեջանի անորակ եւ այժանագին ապրանքը արտահանվի Ռուսաստան, այսինքն դուրս է գալիս, որ Ադրբեջանը ծաղկելու է, Հայաստանը անկում է ապրելու։ Անցակետում օրերով մնալը մեծ ծախսերի հետ է կապված։ Ոգելից խմիչք արտադրողներն անգամ տուգանքներ են վճարել տեղ չհասած ապրանքի համար։ Բոլորի հետ պայմանագրում նշված է ուշացման կետերը ու ինչ վտանգներ է իրանից ներկայացնում։ Արդեն ունենք տուգանքներ, որոնք դեռ մեջ են, բայց հիմա մեր մտահոգությունը ավելի շատ շուկան կորցնելու համար է։ Վարորդներից մեկը, որ չցանկացավ Երևալ տեսախցիկի առաջ, մոտ 1 շաբաթ առաջ է վերադարձել Վրաստանից, անցակետում թողնելով կոնյակի շշերով լիքը բեռնատարը։ Մեքենան թողել եմ, ես ոտքով եմ հետ եկել։ Ես չեմ կարող ոչ մի բան ասեմ, որովհետև վրացիք ոչ մի բացատրություն չեն տալի իրանց քայլերի համար։ Ավականում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքասյանը, որ մասնակցում է խաղաղ ակցիային, խնդրի լուծումը Հայաստանի իշխանության միջամտության մեջ է տեսնում։ Որևիցե փոփոխություն չկա, անգամ իսկ էկոնոմիկայի նախարարն էր արտահայտվել, որ ինքը պետք է միջամտի, բայց ինչպես տեսնում ենք, կամ միջամտությունը չկա, կամ միջամտությունը կա, արդյունքը չկա։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հայ տնտեսվարողը, հայ արտահանողը հարկադրված է ինքը վրացական պետության հետ իր խնդիրները կարգավորել։ Այս ամենը խոսում է պետության չգոյության մասին։ Հայ արտադրողը, հայ հարկատուն մնացել է մենակ։ Վրաստանի դեսպանատան դիմաց հավաքված մարդիկ միայն մի բան հաստատ գիտեն՝ բնությունը անձրև կարկուտով, իշխանությունը անտարբերությամբ է անգործ անհույս թողնում իրենց։ Պարոն վարչապետ ասում էր, որ մենք պետք է турքեր վճարենք եւ այլը, հայտարարագրեր գրենք, որտեղ գրենք եւ ինչ գրենք։ Եթե աշխատանք չունենք։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան, Հայլուրի համար։